Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այս տեսանյութում կկատարենք մի փորձ, որի ընթացքում մետաղի և թթվի փոխազդեցության արդյունքում լաբորատոր պայմաններում կստանանք ջրածին։ Կտեսնենք, թե ինչպես է ստացվող ջրածին նայրվում և ինչպիսի հատկություններ ունի այն։ Փորձի ընթացքում մեզ անհրաժեշտ են հետևյալ սարքավորումներն ու նյութերը՝ ցինկի հատիկներ, աղաթթու, ծորակի ջուր, կոնաձև կոլբ ռեակցիան իրականացնելու համար, փորձանոթ ջրածինը հավաքելու համար, գազատար խողովակ, անցքով խցան, ջրով լցված տարա, ջրի դուրս մղման եղանակով ջրածինը հավաքելու համար, լուցկի կամ կրակայրիչ, եռագլուխ տանձիկ, ապակե կաթոցիչ, նրբունելի։ Քանի որ ջրածինը դյուրավառ գազ է, լաբորատոր փորձը կատարելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։ Հագնել խալաթ, ռետինե ձեռնոց և դնել ակնոց։ Փորձը կատարել քարշիչ պահարանում։ Ջրածինը պայթուցիկ է, պետք է օգտագործել քիչ քանակով։ Թթուները գրգռիչ են, պետք է աշխատել ձեռնոցով։ Նախքան կրակի օգտագործելը պետք է համոզվել, որ օդի խառնուրդ չկա։ Փորձերից գոյացած թափոնները լցնել հատուկ աղբամանի մեջ։ Փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով։ Չի թույլատրվում փորձն իրականացնել ոչ լաբորատոր պայմաններում։ Նախ պատրաստենք ջրածնի հավաքման համակարգը։ Վերցնենք ջրով լցված տարան։ Փորձանոթը ամբողջապես լցնենք ջրով և գլխիվայր տեղադրենք այդ տարայի ջրի մեջ։ Այժմ հավաքենք ջրածին ստանալու համակարգը։ Կոնաձև կոլբը ամրացնենք կալանին։ Առաջին քայլում կոնաձև կոլբի մեջ մտցնենք ցինկի 5-6 հատիկ։ Այժմ ավելացնենք 20 մլ աղաթթու։ Քիչ անց կնկատենք, որ գոյանում են գազային պղպջակներ։ Դա ջրածինն է, որն արտազատվում է հետևյալ քիմիական ռեակցիայի արդյունքում։ Կոլբի բերանին ամուր տեղադրենք գազատար խողովակով խցանը, որպեսզի արտազատվող ջրածինը խողովակով ուղղվի դեպի հավաքման համար նախատեսված փորձանոթը։ Գազատար խողովակի ծայրը տեղադրենք փորձանոթի մեջ, բայց խոր չմտցնենք, որպեսզի հնարավոր լինի ճիշտ հավաքել գազը։ Համոզվենք, որ խողովակն ամուր է մտած փորձանոթի մեջ, որպեսզի գազի արտահոսք չլինի։ Սպասենք, մինչև գազային պղպջակները դուրս մղեն փորձանոթի ջուրը։
Երբ փորձանոթը ամբողջությամբ լցվի ջրածնով, այսինքն ջուրը դուրս մղվի, այն փակենք ձեռքով։ Շարունակենք փորձը։ Վերցնենք ջրածնով լցված փորձանոթը, մոտեցնենք այրվող մարխը, ուշադրություն դարձնենք թեթև պայթյունի ձայնին և նկատվող փոքրիկ բոցին։ Դրանք վկայում են ջրածնի առկայության մասին։ Փորձն ավարտելուց հետո կարգի բերենք աշխատասեղանը հաշվի առնելով անվտանգության կանոնները։ Լսեցինք թույլ պայթյունի ձայն։ Սա ցույց է տալիս, որ ջրածինը դյուրավառ գազ է և այրվելիս առաջացնում է ջուր։ Ջրածինը հավաքելու համար օգտվում ենք ջրի դուրս մղման եղանակից։ Այն թույլ է տալիս ստանալ մաքուր ջրածին, առանց օդի խառնուրդի։ Այսպիսով, մետաղի և թթվի փոխազդեցության արդյունքում մենք ստացանք ջրածին, տեսանք, որ այն դյուրավառ է և այրվելիս ջուր է առաջացնում։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։